Խաղաղություն սիրելի ժողովուրդ, փառավորվի Տերը այս օրհնյալ խոսքերի համար, այս հնարավորության համար, թող Տերը բարձրանա, ամեն, շատ կարևոր է, որ մենք ամեն մեկս գիտակցենք, որ եկեղեցին և հավատքի մարդը ունի շատ կարևոր նշանակություն այս երկրի վրա, շատ կարևոր առաքելություն ունի և կուզենամ, որպեսզի Սուրբ Հոգին սա մեզ բացի հասկանալու, որովհետև երբ որ Սուրբ Հոգին անեմ եղբայրը խոսում էր առաքյալների մասին, շատ մարդկանց մասին Աստծու համար կյանք դրած, որոնք անմնացորդ ծառայում էին Աստծուն, ամեն, և մի տեսակ նախանձավորություն առաջանում մեր մեջ էլ նմանվելու նրանց օրինակին և նայելու Աստծո խոսքին։ Եվ դրա համար կուզենամ, որպեսզի մենք ամեն մեկս Սուրբ Հոգուց առած կարողանանք գիտակցել ու հասկանալ իմ դերն ու նշանակությունը այսօր այս երկրի վրա։ Անդրանիկ եղբայրը շատ հետաքրքիր էր ասում, անցնելու ամեն բան։ Թեկուզ 100 տարի, չէ, անցնելու է, անպայման անցնելու է։ Բայց ես կուզենամ, որ մենք այսօր փորձենք հասկանալ Աստծո օգնությամբ իմ ու քո նշանակությունը որն է այս երկրի վրա։ Եվ դրա համար ուզում եմ որպես նախաբան Սուրբ գրքից կարդալ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 21 համարից, Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 21, խոսքը լինելու այս ուղղությամբ թող Տերը օգնի, որովհետև Աստված, որ նրան մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Այս խոսքը շատ կարևոր է, նորից եմ ուզում կարդալ, որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Այսինքն, այս խոսքերի մեջ մենք կարողանում ենք խորապես հասկանալ, որ եկեղեցին ունի նշանակություն այս երկրի վրա, ամեն։ Հավատքի մարդը ունի նշանակություն այս երկրի վրա, ուղղակի չի։ Ինչի համար է պետք հավատքի մարդու լրջությունը, ինչի համար է պետք հավատացյալի զգաստությունը, ինչի համար է պետք առավելագույն Սուրբ Հոգու մասնակցությունը հավատքի մարդու կյանքի մեջ, որովհետև Սուրբ Գիրքը հստակ ասում, որովհետև դուք նրա արդարությունն եք Քրիստոսում։ Գիտեք, մենք բոլորս մարդ ենք, չէ, ամեն մեկս մեր չափով ծրագրեր, նպատակներ, գործեր, չէ, ընտանիք և ամեն մի ծնող ուզում է, որ իր բռնած գործը արդարացվի, ամեն։ Մենք այսօր նայում ենք, ասենք, եղբայրներ, քույրեր, որոնց կյանքի մեջ ստացված է ընտանեկան կյանքը, չէ, երեխաների, ասենք, հաջողություն, վերջապես հնազանդություն, խոնարհություն, միաբանություն, մենք տեսնում ենք, որ այս ծնողը շատ լավ ազգում իրան, ամեն, շատ լավ ազգում, և սա վկայությունն է այն բանի, որ արդարացված է այս ծնողի աշխատությունը, արդարացված է այս ծնողի չարչարանքը իր երեխեքի համար, արդարացված է այս մարդու վերջապես ներդրումը ինչ-որ գործի մեջ, որովհետև արդյունքը կարողանում է տեսնել։ Եվ Սուրբ Գիրքը հստակ խոսում է այս մասին ասելով, որովհետև դուք Աստծո արդարությունն եք Քրիստոսում։ Գիտեք, ես կուզենամ, որ ամեն հավատացյալ այս խոսքը դնի իր սրտի մեջ, սա մեզ զգաստացնելու է, սա մեզ թափեցնելու է, սա մեզ ոտքի է կանգնեցնելու, սա մեզ զգաստացնելու է, գիտեք ինչի մեջ, որ այլևս ինչպես Պողոս առաքյալն էր ասում, կուզենամ այդ համարները կարդալ, ժողովուրդ ջան, գրված է ուրեմն 4-րդ գլխի առաջի համարից, 2-րդ Կորինթացիս 4-րդ գլուխ առաջի համար, սրա համար այս պաշտոնն ունենալով, ինչ պաշտոնի մասին էր խոսքը, կուզենամ առաջուց մի քիչ կարդալ 3:17-ից, 2-րդ Կորինթացիս 3:17, որովհետև Տերն է հոգին, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նրա պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ հոգուցը։ Այս խորհուրդը շատ մեծ է, որ Աստված ուզում է ամեն մի հավատքի մարդու կյանքի մեջ տեսնի։ Տիրոջ նպատակն է, որ Սուրբ Հոգով բացվի այսօր իմ աչքերը տեսնելու, հասկանալու, որ ես պետք է Աստծո հոգին ունենալով ամեն օր կերպարանափոխվեմ։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք Աստծո մասին ասելով սերը Աստված,
Աստծո խոսքի արդարացումը պետք է սա լինի, ես էլ սեր պետք լինեմ։ Ամեն։ Ասма դուք նրա արդարությունն եք, այս խոսքի շրջանակները մենք խոսում, ժողովուրդ ջան։ Դուք նրա խոսքի արդարությունն եք։ Դուք Աստծո արդարությունն եք Քրիստոսում։ Եթե ասվում է Աստված ողորմած է, ուրեմն ես էլ ողորմած պետք լինեմ։ Ամեն։ Սա է արդարացումը լինելու։ Եթե ասվում է Աստված սեր է, ես էլ սեր պետք լինեմ։ Եթե ասվում է Աստված արդարություն է, ես էլ արդարություն պետք լինեմ։ Եվ սա վկայություն պետք լինի նրան, որ այո, մենք արդարությունն ենք Քրիստոսում Աստծո, եւ նպատակը եկեղեցու այսօր ես մտածում եմ, որ սա է երկրի վրա, ժողովուրդ ջան։ Եվ եղբայրը երբ որ խոսում էր, ես մտածում եմ, էլի, եթե նշանակությունը փոխվում է այլևս մարդու կյանքի մեջ, եթե նպատակը փոխվում է, եթե մարդը նպատակ չի դրե, ապրի մի կյանք, որով պիտի իր ծնողը արդարացվի, որպես մի ժառանգ, որ հնազանդ է իր հոր, ամեն։ Նպատակ դրած, որ գիտես, հնազանդ որդկանց նման ավետարանն ասում է, հնազանդ որդկանց նման, եւ սա վկայություն պիտի լինի։ Մենք տեսնում ենք, որ երբ որ մարդու նպատակները այլ է, մարդը բոլորովին այլ ճանապարհով է գնում։ Գիտեք, երբ որ մենք տեսնում ենք, ուրեմն Ելից 32-ի առաջի համարից գրված է, չէ, երբ որ Մովսեսը լեռն էր բարձրացել, հիշում եք այդ պատմությունը, եւ ուշացավ։ Ինչ տեղի ունեցավ, ով է հիշում։ Ասма ժողովուրդն եկան Ահարոնի մոտ եւ ասեցին, այն Մովսես մարդը արդեն մարդ դառավ, էլի։ Այն վաղտ Աստծո ծառա էր, վերջապես առաջնորդ էր, երբ որ լավ էր, երբ որ օգնում էր եղբոր ասացի նման, երբ որ ջրի ժամանակ ջուր էր տալիս, հացի ժամանակ հաց էր տալիս, չէ՞։ Այն վաղտ Աստծո ծառա ու ժողովրդի առաջնորդ էր, բայց երբ որ ուշացավ, երբ որ մարդկանց ցանկությունները չբավարարվեց, այ վտանգը ստեղա, այս անձնավորությունը մարդ դառավ արդեն, այն Մովսես մարդը ուշացավ։ Արի մի հատ էլ չի ասում, եթե հիշում եք խոսքը ուշադիր, ասում է, մեզ համար աստվածներ շինիր, ամեն, աստվածներ շինիր, որ մեր առաջից գնան։ Եվ մենք տեսնում ենք Ահարոնը ինչ արեց, հիշում եք, ասեց ձեր որդիների, աղջիկների եւ այլ նրանց ականջողեր եւ այլ, չէ, ականջներից կախված զարդեր հավաքեք, բերեք, որպեսզի վերջապես կուրկ պիտի շինեին, որպեսզի իրանց առաջից գնար։ Եվ մենք տեսնում ենք սրա խորհրդի մեջ, որ այո, ինչի հենց ականջների զարդեր, այսինքն այս մարդկանց թլպատված ականջները, որ ունեին Տիրոջ խոսքի համար, Տիրոջ հոգու համար, Մովսեսի խոսքի առաջ, որպես թե Աստծուց նպատակով փոխվեց սա, այս մարդկանց թլպատված ականջները այլևս թլպատված չէին։ Նրանք տվեցին իրանց ականջները վերջապես կուրքերի, միայն իրանց ցանկությունները բավարարվի, միայն իրանց առաջնորդ լինի։ Եվ մենք նաև կարդում ենք Եզեկիելի մարգարեության մեջ վերջերս այս մասին ես մեր մոտ խոսացի 14-ի 4 համարում հետաքրքիր բան է գրված, ասում է, երբ որ Իսրայելը դառնա մարգարեի մոտ իր ապխտություններով, իր կուրքերով, չգիտեմ, վերջը խոսքը տենց ասում է, ես Տերս նրանց սրտից պիտի բռնեմ։ Գիտեք, բերանի խոսքին չի նայելու Տերը, այստեղ քանի մարդ կա, էլի ժողովուրդ ջան, մեկը սրտի մեջ մի հատ կուրք ունի, մեկը մի հատ ցանկություն ունի, ով է տենում, կողքինից սիրտը տենում ես։ Նրա խորհուրդները տեղյակ ես, ոչ մի բան, ոչ մեկը չգիտի, ասում է, ես Տերս նրանց սրտերից պիտի բռնեմ, նրանց բերանի խոսքին չեմ նայելու, են գեղեցիկ աղոթքներին, են վերջապես արցունքոտ աչքերով, վերջապես աղոթքներին չեմ նայելու, ես նրանց սրտերից եմ բռնելու։ Եվ իրոք այսօր Տերը մարդու սրտից է բռնում, ժողովուրդ ջան։ Ինչի համար, որ մարդիկ սրտով դառնան Աստծուն, որ մարդիկ սրտերով փոխվեն, եւ Պողոս առաքյալը ինչ ասում, հետաքրքիր խոսք ասում, ուրեմն 4-ի առաջի համարից ենք կարդում, 2 Կորինթացիս 4-ի առաջի համարից։ Սրա համար այս պաշտոն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք եւ խորամանկությամբ չենք վարվում եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերը ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին Աստծո առաջին։ Ինչ ասում առաքյալը, ուշադիր եք, նորից եմ կարդում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, խորամանկությամբ չենք վարվում եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում։ Մարդ, որը հասկացել է իր գտնվելու նպատակը
Իրա լինելու նպատակ են եղբոր ասած 100 տարին, թեկուզ 969 տարին, թեկուզ 50 տարին մարդ, որը սա հասկացել է, այս մարդը սկսում անդրադառնալ նախ ներսի բաներին, ոչ թե արտաքուստ բաներին, ոչ թե կեղծավորությանը, ոչ թե վերջապես են երեսպաշտությանը, որի համար Հիսուսին ասեցին, գիտենք, որ որևէ մեկից հոգ չունես եւ երեսպաշտություն էլ չես անում մարդու առաջ։ Կախում չունես, էլի մեկից հոգ չունես, սա է նշանակում, մեկից կախում չունես, եղբայրն ասում էր, լավ Երևան, որ ապրուստից հարցը լուծվի, լավ ծառայեմ, որ այս խնդիրը լուծվի, չէ, ասում դու ոչ մեկից կախում չունեիր, հոգ չունեիր եւ երեսպաշտություն էլ չես անում։ Մի Պողոսը սա հասկանալով ինչ ասում, ժողովուրդ ջան, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք եւ խորամանկությամբ չենք վարվում եւ Աստծո խոսքն էլ չենք ծառում։ Մարդը դարել էր իր ներսին։ Մարդը դարել էր իր ներսին։ Ամոթալի ծածուկ բաներ, գիտեք սա ինչա, որևէ մեկը չի տենում, չտեղով է տենում, միով ինչ է մտածում։ Միգուցե մեկը ինչ որ մեծ ցանկությունով բորբոքված է իր ներսը մարմնի ցանկ, ով գիտի։ Ոչ մեկը, միգուցե մեկը ինչ-որ աշխարհասիրության, չգիտեմ, հարստության, խաբեության, որևէ ցանկությունով երկու ձեռով ամուր բռնած կապված ասնանից, ոչ մեկը չգիտի եւ առաքյալն ասում էր, այս ամոթալի ծածուկ բաները, որ հոգեվոր մարդու համար սա ամոթ է, սա վայել չի, մերժեմ եմ նախ ներսից, որովհետև գիտեմ, եթե չմերժեցի սա արտաքին երևալու իմ կյանքի մեջ, մի օր բռնվելու եմ ես դրանից, իմ ցանկությունից, իմ ուզենալուց, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որտեղ ձեր գանձերն են, ձեր սրտերը ընտեղ են գնալու, ամեն, այդտեղ է գնալու քո սիրտը, գանձդ փողի մեջ է, սիրտը դրա հետևից է գնալու։ Եվ իրոք մենք տեսնում ենք, որ առաքյալը ուշադրություն էր դարձնում ներսի ծածուկ բաներին եւ շարունակությունն ինչ ասում ժողովուրդ ջան, եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերը ընդունելու ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին Աստծո առաջին։ Այս քայլով ես հասկանում եմ, որ Պողոսը խորապես գիտակցել էր, որ ճշմարտության հայտնությունով նախ պետք է որ լինի այս ճշմարտության հայտնությունը իմ կյանքի մեջ հնարածին խոսքեր չէ, գիտեք, մարդու կողմից հնարված խոսքեր չէ, բովանդակություն չէ, Սուրբ Հոգուց եկած ճանաչողություն, ճշմարտության հայտնությունով, մարդը չի կարող ցույց տա։ Ինչքան ենք փորձե ունենանք հնազանդությունը, խոնարհությունը, կյանքը, քայլը, վարմունքը, ընթացքը, ինչ անենք ու չի ստացվել, ինչի համար, որովհետև ճշմարտության հայտնություն չկա, սա Սուրբ Հոգուց է գալի իմ ուղու մեջ։ Սուրբ Հոգին է բերում իմ ուղու մեջ այս ճշմարտության հայտնությունը, եւ երբ որ սա գալիս է, Պողոսն ասում է, այլևս ես ուրիշ անելիք չունեմ, իմ զգուշավորությունը, իմ անելիքը սա է, որ իմ վերջապես իմ ընթացքի կյանքի քայլերը ամեն մարդկանց խղճմտանքին հայտնի անեմ, ամեն մարդկանց խղճմտանքին հայտնի անեմ, որ իրապես այդ մարդկանց տեսնելով իմ կյանքը իրապես ոչ թե վերջապես արհամարվող կամ վերջապես անարգվող, այլ գովելի լինի Տիրոջ առաջ, որովհետև կրկին հիշեցնում եմ խոսքը, դուք Աստծո արդարությունն եք Քրիստոսում, սա վկայություն պիտի լիներ, ամեն։ Եվ ես կուզենամ, որ մենք իրոք ինձանից սկսած ամեն մեկս այս միտքը դնենք Աստծո հոգով մեր սրտերի մեջ։ Երբ որ քայլ ես անում, երբ որ խոսք ես ասում, երբ որ վարմունք ես ունենամ, իմացի, որ դրանով չափվելու է Աստծո արդարությունը վերջապես մարդկանց առաջ, ինչքանով է արդարացված վերջապես Աստծո գործը իմ ու քո կյանքի մեջ, թող Տերը մեզ օգնի ժողովուրդ ջան, թող Տերը ողորմություն անի, որ իրապես ամեն մեկը սա գիտակցենք ու հասկանանք, նորից ուզում եմ կարդալ այդ համարը եւ գանք աղոթքի, որովհետեւ Աստված նրան, որ մեղ չգիտեր, մեզ համար մեղ կարավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում, այսինքն Աստծո նպատակը սա է ժողովուրդ ջան, որ հավատացյալ ժողովուրդը լինի Աստծո արդարությունը, հետեւաբար ինձանից ու քեզանից շատ բան է կախված Տիրոջ առաջ, ամեն, փառավորվի Տերը, ամեն, գանք աղոթքի, հալելույա քեզ, փառք քեզ, շնորհակալ ենք,